23 թվականի հուլիսի 27-ին կառավարությունը հաստատել է ջերմատնային տնտեսությունների զարգացման աջակցության ծրագիրը, սահմանելով որպես արդյունքային ցուցանիշ 35 հեկտար նորագույն տեխնոլոգիաներով ջերմատնային տնտեսությունների հիմնումը։ Գոհունակությամբ պետք է արձանագրեմ, որ այսօրվա դրությամբ արդեն իսկ ունենք շուրջ 60 հեկտարի հայտ, որից 15 հեկտարը ըստ էության մինչև տարեվերջ ամբողջովին ավարտված կլինի, իսկ 45 հեկտարի աշխատանքները ընթացքի մեջ են։ Այսպիսով արձանագրում ենք, որ կառավարության կողմից սահմանված թիրախը ոչ միայն կատարվել է, այլ նաև գրեթե կրկնապատկվել է։ Սույն նախագծով առաջարկում ենք ծրագիրը դադարեցնելու փոխարեն շարունակենք ջերմատնային ոլորտի զարգացման աջակցության ծրագիրը նոր պայմանով, այն է 2% սուբսիդավորվող տոկոսադրույքի նվազեցում։ Ծրագրի նոր պայմաններն ուժի մեջ կմտնեն 2026 թվականի հունվարի 1-ից։ Ծրագրի շրջանակում կսուբսիդավորվի տրամադրվող վարկի մինչև 3 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 8%-ային կետով, տրամադրվող վարկի 3-ից 9 միլիարդ դրամի գումարի մասնաբաժինը 7%-ային կետով, տրամադրվող վարկի 9 միլիարդ դրամից ավել մինչև 15 միլիարդ դրամ գումարի մասնաբաժինը 6%-ային կետով։ Հիշեցնեմ, որ ծրագրով սահմանված է նաև 12 ամիս վարկի մայր գումարի եւ տոկոսագումարների արտոնյալ ժամկետ, վարկի մարման ժամկետը 8 տարի է։ Իմ ձեռքի տակ կա նաև պարոն փոխվարչապետ վիճակագրություն, եթե կհետաքրքրի կարող եմ ներկայացնել ընթացքում։ Շնորհակալություն, պարոն Պապայան, ես այս մասով կարծում եմ, որ ինչ որ պահի մենք պիտի անդրադառնանք հետևյալ հարցին։ Իհարկե, այս դինամիկան շատ դրական է, լավ է, բայց հիմա այս արտադրանքը ինքը այնուամենայնիվ մոնոշուկայի արտադրանք է, թե ինքը մրցունակ է եւ կարող է արտահանվել ենթադրենք եվրոպական երկիր։ Եվ ես կարծում եմ, ինչև ես հարց տալիս, որովհետև ենթադրում եմ, որ ինչ որ պահի մենք այս սուբսիդավորման ծրագրի տրամաբանությունը պիտի արդեն այդ հանգամանքը հաշվի առնելով դիզայնը անենք, որովհետև այնուամենայնիվ ցանկացած արտահանում լավ է, բայց դիվերսիֆիկացված արտահանումը մեր վերջնական նպատակը պիտի լինի, որպեսզի այս բիզնեսների ռիսկը չկուտակվի մեկ ճանապարհի կամ մեկ շուկայի վրա, հակառակ դեպքում կսկսեն խնդիրներ եւ այս ներդրումների էֆեկտները, որ մենք եւ բաժնետերերը, սեփականատերերը ակնկալում են, ուղղակի տեղի չունենա։ Ես այս տրամաբանությամբ եմ ուզում հասկանալ, մենք հաջորդ փուլում ինչ ենք պլանավորում անել։ Շնորհակալություն, պարոն փոխվարչապետ, ըստ էության մենք համաձայն ենք ձեր հետ եւ հաջորդ փուլում, երբ որ արդեն կանցնենք արտահանման ռազմավարության իմպլեմենտացիային, զուգահեռ նաեւ մեր մյուս ծրագրերի մեջ, ինչպես նաեւ այս դեպքում, այսինքն մենք անընդհատ մեր ծրագրերը կենթանի օրգանիզմ են, մենք եթե տեսնում ենք, որ ինչ-որ process գնում է լավ կամ վատ, սպասվածից, համապատասխան փոփոխություններ ենք անում, չսպասել, օրինակ այս ծրագիրը դեռ ուներ 1 տարի ժամանակ, բայց մենք անընդհատ ուշադրիր նայում ենք, որ ծրագիրը չի աշխատում կամ հանում ենք կամ փոխում ենք, եթե ավելի լավ է աշխատում սպասվածից համապատասխան փոփոխություններ ենք անում եւ այսպես շարունակ, որպեսզի արդյունավետ նաեւ բյուջետային միջոցները կառավարենք։ Մի քանի տվյալ, եթե կարելի է նշեմ, այսօր Հայաստանում կա 1500 հեկտար ջերմոց եւ ջերմատուն, որից ժամանակակից տեխնոլոգիաներով ավելի քան 300 հեկտարն է։ Ջերմոցները, ջերմատները հիմնականում 1000 հեկտար Արմավիրի մարզում է, 272-ը Արարատի մարզում եւ 145-ը Կոտայքի մարզում են, հիմնականում այս 3 մարզերում են կենտրոնացված եւ նաեւ արտահանման մասով, քանի որ դուք նշեցիք, մի քանի թվեր նշեմ, նախ նշեմ, որ ՀՀ-ից արտահանվող բանջարեղենի գրեթե 100%-ը դրանք ջերմոցների եւ ջերմատների արտադրանքն է, այսինքն եթե ոչ ջերմոցի կամ ոչ ջերմատան է, ապա գրեթե չի արտահանում, որովհետեւ դրանք արտահանման համար հետաքրքիր ապրանքային արժեք չունեն։ Այս առումով նշեմ, որ սեպտեմբերի 29-ի դրությամբ այս տարի արտահանել ենք 121800 տոննա պտուղ բանջարեղեն, ուրեմն նախորդ տարի այս նույն ժամանակահատվածում 108
8600 տոննա ենք արտահանել, այսինքն այս տարի 13600 տոննա կամ 12% ավելի շատ ենք արտահանել, մասնավորապես 1000 տոննա լոլիկ ենք ավել արտահանել անցած տարվա համեմատ 8%-ի աճը, 4500 տոննա պղպեղ ենք ավել արտահանել 59%-ի աճը, սմբուկը ուրեմն 800 տոննա ենք ավել արտահանել 80%-ի աճը, ծաղիկը երկու ձևով ասեմ, կա հատով ավել արտահանվող 3.1 միլիոն հատ մի կոդի տակ, դա այստեղ աճը համեստ է 5.3% եւ ուրեմն 800 տոննայով արտահանվող դեպքում այստեղ աճը 160%, նաեւ մի քանի բան ասեմ մրգերի մասով, իհարկե սա անմիջապես չի վերաբերվում ուրեմն ջերմոցներին, բայց կարող է պտուղ բանջարեղենի մասին վիճակագրություն ասցի, ծիրանը ուրեմն անցած տարվա համեմատ 11000 տոննա ենք ավել արտահանել կամ 33%, սալորը մոտ 2000 տոննա ենք ավել արտահանել կամ 32%, դեղցը 51000 տոննա ենք ավել արտահանել 86%-ի աճը, կեռասը ուրեմն 2000 տոննա ենք ավել արտահանել կամ 87%-ի աճը։